9-րդ օրն է չի հաջողվում գտնել փոքրիկ Տիգրանին։ Շաբաթ երեկոյան հայրը, նորայրը, նորից անծանոթ համարից զանգ է ստացել։ Ոչ ոք չի խոսել։ Միայն երեխայի լացի ձայն է լսվել։ Դերեք չմիսոր են զանգել, տվուս են զանգել, ինչ չեն զանգել։ Ասма զանգ ընդհանրապես մի քանի վայրկյան մի մոմենտ էլ է զանգել են, երեխու լացից են եկել ու անջատել են։ Ու երկու անգամ։ Մի կես ժամ հետո նորից։ Հետո անջատել են, вообще հեռախոսը անջատել են։ Վայրկյաններ տևած զանգը նորից հույս է արթնացրել ընտանիքում։ Այսօր արդեն ոստիկանները գտել են զանգողին։ Չար կատակ է եղել։ Զանգը ոչ մի կապ չունի Տիգրանի հետ։ Պապը մտածում է, եթե թորանը իսկապես առևանգել են, վաղ թե ուշ հանցագործները կապ կհաստատեն ընտանիքի հետ։ Եթե զանգել են, էլի կզանգեն։ Պետրոսյանները չեն դադարում հավատալ, փոքրիկը ողջ է։ Տիգրանի ծնողները այսօր գնացել են Սուրբ Հովհաննես եկեղեցի, որը հայտնի է հրաշագործ պատմություններով։ Աստծուն խնդրել են մի հրաշք էլ իրենց համար գործել։ Զիմի գնացել են Սուրբ Հովհաննես երազանքների բանով էլ դե ով է թումանდა երազանքները տեսնել է։ Մարմարիկում արևածագից մայրամուտ միայն Տիգրանի մասին են խոսում։ Ամենատարբեր վարկածներն են առաջ քաշում գյուղացիները։ Հիմա արդեն հիշել են, որ պարբերաբար իրենց գյուղ գնչուներ են գալիս։ Էժան հագուստ, վերմակ, կենցաղային իրեր վաճառում։ Իսկ կողքի գյուղում դեպք է եղել, որ գնչուն մոտեցել է մի երեխայի եւ երբ հայտնվել է երեխայի հայրը, ասել է, թե խաղում են։ Գնչուներին Տիգրանի անհետանալուց օրեր առաջ են տեսել Մարմարիկում։ Փրկարարները չեն դադարեցնում որոնումները, ամեն քարի ու թփի տակ նայում են, որ գոնե որևէ իր հագուստի կտոր գտնեն, որը կարող էր պատկանել Տիգրանին։ Շաբաթ կիրակի օրերը հիմնականում գետը իջել էր, մեզ ավելի աշխատանքը արդյունավետ էր, քանի որ տեսանելի չէր, արդեն դարել էր տեսանելի, բայց ավելի արագ մեր փրկարարները նորից այդ վայրերով որոնողական աշխատանքներ են իրականացնել մինչև աղբյուրակի ջրամբար, նորից ոչ մի հետք չեն գտել։ Հիմա ինչպես տեսնում եք, նորից գետը բարձրացել է, այդ տատանումները կարա ինչ-որ միտեղ, եթե երեխայի, ասենք, համազգեստը ինչ-որ ծառի ճյուղից կամ ինչ-որ մի տեղից կարճած լինի, խցանված լինի, հնարավոր է, որ ինքը պոկի տանի դեպի ջրամբար։ Դեռ հետքեր չեն գտել։ Ինչ է եղել իրականում, օդում միայն վարկածներ են, գյուղի դիմացի խանութի տեսախցիկը ոչինչ չի ֆիքսել, Տիգրանենց տունը չի երևում։ Զարուհի Սահակյան, Աշոտ Մնոյան և Հարություն Մաթևոսյան, Հայլուր։